Նյու Յորքի կենտրոնում արագ ընթացող մարդատար մեքենան դուրս գալով մայթ հարվածել է անցորդներին։ Միջադեպը տեղի է ունեցել 3 կեսօրի սահմաններում Մանհեթենի կենտրոնում, Times Square հրապարակում։ NBC-ն վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայի հաղորդել էր, որ 1 մարդ է մահացել, շուրջ 2 տասնյակ վիրավորներ կան։ Ավելի ուշ պաշտոնապես հաղորդվեց, որ մահացածը 18-ամյա կին է, իսկ վիրավորների թիվը 23-ն է։ Մեքենայի վարորդը տեղում ձերբակալվել է։ Նա ենթարկվել է արյան մեջ ալկոհոլի պարունակությունը ստուգող փորձաքննության։ CBS-ը վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանությունը հաղորդեց, որ միջադեպը ահաբեկչության հետ կապ չունի։ Ոստիկանության մամուլի խոսնակը France Press-ին ասել է, թե դա ավելի շատ նման է ավտովթարի, քան որևէ այլ բանի։ NBC-ն հաղորդել էր, որ ամեն դեպքում հետաքննությունների դաշնային բյուրոն եւ հակաահաբեկչական միավորումները միջադեպին արձագանքել են։ Իրավապահ պաշտոնյաները հայտնել են, որ հետաքննությունների դաշնային բյուրոն աշխատում է ոստիկանության հետ։ Ականատեսները Reuters-ին պատմել են, որ մուգ կարմիր Honda մակնիշի մեքենան ընթացել է երթևեկությանը հակառակ ուղղությամբ, դուրս եկել մայթ, հարվածել անցորդներին եւ մխրճվելով սյուներին կանգ առել։ Ամերիկյան լրատվամիջոցները ուղիղ հեռարձակմամբ ցույց էին տալիս վիրավորվածներին միջադեպի շրջակայքը, որը ոստիկանությունը փակել էր։ Նաև երևում էր, որ ոստիկանները ոստիկանական մեքենա են նստեցնում մուգ գույնի մայկայով մի երիտասարդի։ Յուրաքանչյուր րոպե լուրերը թարմացվում էին։ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն հայտնեց, որ վարորդը Նյու Յորքից է, ԱՄՆ-ի քաղաքացի, ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում, նախկինում դատվածություն ունի։ Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ջեյմս Օ'Նեյլին հայտնեց վարորդի անունը՝ Ռիչարդ Ռոջաս, 26 տարեկան։ Իրավապահները պարզել են, որ վարորդը նախկինում ձերբակալվել է անսթափ վիճակում մեքենա վարելու համար։ Fox News-ը հաղորդեց, որ վիրավորվածներից մեկը մահացածի փոքր քույրն է եւ որ 23 վիրավորների թվում մի քանիսի վիճակը ծանր է գնահատվում։ Associated Press-ի փոխանցմամբ Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է միջադեպի մասին եւ կշարունակի թարմացված տեղեկություններ ստանալ իրավիճակի զարգացմանը համապատասխան։